Մոմը, չգիտեմ, ախր տեխնոլոգիան, որ չիմանաք, բացատրելով չի, էլի։ Ես մոմը պիտի մշակվի, ոնց որ քանդակը կմշակվի, որ մտնի ձուլվի։ Նույնը Միկոյանի արձանի հետ ա եղել, սկզբից մոմ, հետո նոր բրոնզաձուլ։ Դե ուզում եք Միկոյանի հետ կապեք, Միկոյանի հետ կապեք։ Չէ, կամ ցանկացած արձանի։ Ցանկացած արձան տենց ա ձուլվում։ Կավը քանդակվում է սկզբից։ Ապե, կավը քանդակվում է, հետո կավից ֆորմա է հանվում։ Իսկ ինչքան ժամանակ է տևում մոտավորապես արձանը մինչև բրոնզաձուլ վիճակում պատրաստվում է։ Դե կախված է քանդակագործից։ Օրինակ տեխնիկական առումով որ հաշվենք, չի կարա շուտ լինի, որովհետև փուլեր է, պրոցեսներ է, բայց կախված առաջի գործը, հենց նմուշը, որ քանդակվում է, մի մարդ կարող է այդ նույն քանդակը 5 տարի քանդակի, մեկն էլ կարող է մի շնչով, մի շաբաթում քանդակի, ասի սենց ինձ դուր է գալի, էլ չեմ շարունակում։ Ոնց որ քանդակը բանաստեղծության նման է։ Կարող է ծնվի, հետո վրան աշխատվի, նորից ծնվի, նորից աշխատվի։ Քանի որ